Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամը իր գործունեության առաջին իսկ տարիներից նախաձեռնել եւ իրականացրել է բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ, ուղղված հասարակության տարբեր շերտերի աջակցությանը։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են երեխաները, դպրոցականները, ուսուցիչները, կանայք, բժիշկները, երիտասարդ ընտանիքները, ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչները։ Սակայն միշտ առանձնահատուկ ուշադրության են արժանացել հատկապես հայրենական մեծ պատերազմի վետերանները, որպես պատմության կենդանի վկաներ, հերոսական անցյալի կրողներ և մեր ազգային արժանապատվության խորհրդանիշներ։ Հոգու խորքում կրելով անսահման երախտագիտություն, ակնածանք և խորին հարգանք վետերանների նկատմամբ, Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը, նրա որդին, Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Արզաքանցյանը, ինչպես նաև նրա թոռը Նոյ Արզաքանցյանը մշտապես եղել են այս նախաձեռնությունների առաջնագծում, հատուկ վերաբերմունք ցուցաբերելով յուրաքանչյուր վետերանի։ Նրանց համար բարեգործությունը պարզապես աջակցություն չէ, այլ նաև պարտքի զգացում, անցյալի հերոսների հանդեպ, հիշողության պահպանում և սերունդներին փոխանցվող արժեքների ամրապնդում։ Հավատարիմ մնալով իրենց խոստմանը, շարունակել բարեգործական առաքելությունը մինչև վերջին վետերանը, այս տարի ևս նրան գավառում են, իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենական մեծ պատերազմի միակ վետերանին, Մեխակ Ավետիսյանին։ Ուրախ եմ քեզ տեսնելուց, գիտես, շատ քո խաթեր եկա։ Շնորհակալ եմ։ Ես արդեն 105 տարեկան եմ։ Մի քանի ամիս պակաս։ Ես էլ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ։ Գալիք տարի չգիտեմ, կլնեմ թե չէ կլնեմ։ Գլնես։ Բայց անունս կմնա ձեզ հետ։ Իմ քաղաքը, իմ գյուղը, իմ գյուղերը, իմ Հայաստանը կապրի կմնա։ Ապրես, Մեխակ պապիկ, շատ Մեծ օրինակ եք ցույց տալիս, ամեն ինչի մեջ։ Վարսենիկ Գրիգորյանը և Տիգրան Արզաքանցյանը նախ ծաղկեպսակ դրեցին հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, խոնարհումով հիշելով անմահացած հերոսներին։ Այս խորհրդանշական քայլը ևս մեկ անգամ ընդգծեց օրվա խորհուրդը, կարևորությունն ու հիշողության պահպանման անհրաժեշտությունը։ Շնորհավորում եմ 81-րդ տարեդարձը ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթած ժողովուրդենք, խորհրդային պետությունը շատ հզոր էր, 15 պետություն էին, կարողացան հաղթեին այդ դաժան ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած պատերազմը ու ասեմ, որ Հայաստանը փոքրիկ պետություն էր 15 պետությունների մեջ, ուղարկեց պատերազմի 600,000-ից ավել մեր հայրենակիցներին, վերադարձան մոտավորապես 300,000-ը, ունենք շատ հերոսներ, ունենք շատ սպաներ, գեներալներ, մարշալներ, որը հայտնի են աշխարհով մեկ, մենք հաղթական հոգեբանությամբ պետք է ապրենք ու գնանք մենակ առաջ, ու մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, համբերություն, ամեն ինչի մեջ լինենք լավատես, ունենանք այսօր լավ տոնական տրամադրություն, ինչքան մենք ունենք այսօր պատերազմի մասնակիցներ, հերոսներ, ցանկանանք իրենց առողջություն, իրենց ընտանիքներին, մենք իրանցով հպարտանում ենք, իրենք մեր սերունդից սերունդ իրենց հաղթական հոգեբանությունը միշտ փոխանցում են ու մենք մեր փոքրիկներին պետք է ճիշտ ճանապարհ ցույց տանք ու մեր երիտասարդներին ցանկանանք ամեն ինչի մեջ հաղթող լինեն, կրթված լինեն, հասկացող լինեն, հարգող լինեն ու հայրենասիր լինեն։ Ապա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վարսենիկ Գրիգորյանը և Տիգրան Արզաքանցյանը մոմեր վառեցին, աղոթք բարձրացնելով զոհված հերոսների հոգիների հանգստության համար։ Վարսենիկ Գրիգորյանը ծաղկեպսակ դրեց նաև Սարուխան բնակավայրի զոհվածների հուշարձանի մոտ։ Այսօր մենք մայիսին ենք նշում հաղթանակի օր, հաղթանակ, որը մեզ դժվարությամբ տրվեց։ Տոն, որը կերտվեց գիտակցված տրված կյանքերով, խոնարհում ենք բերում նրանց շիրիմներին, ասելով փառք ու պատիվ ձեզ, հարգելի հայորդիներ, նահատակներ, որ գնացի գիտակցված մահվան եւ ձեր մահով փրկագնեցիք մեր հայրենիքը։ Ուզում եմ բոլորով միասին նաև աղոթ բարձրացնենք այդ սուրբ նահատակների հոգիների հանգստության համար, որ Աստծո լույսի մեջ արժանի տեղն ունենան, իսկ մեր պարոն Ավետիսյանին մաղթենք քաջառողջ, կենսախինդ, երջանիկ օրեր իր ընտանիքի հետ, մեր բոլորի հետ,
որ մենք իրենով այսօր ուրախ ենք, հպարտ ենք ու մխիթարվում ենք։ Հարկ ու պատիվ մեր նահատակներին, իրենց սերունդներին երջանիկ առողջ օրեր, թող այս երեխեքը մեծանան, աճեն, զորանան ու շենացնեն մեր երկիրը, ի վայելումն մեր ազգի եւ ի փառս Աստծու մեր ժողովրդի։ Հյուրերին իրենց ջերմ կատարումներով ողջունեցին մանկապարտեզիսաները։ Շնորհավոր լինի տոնը ձեր բոլոր, թող լինի աշխարհը միշտ լուսավոր։ Մայիսի 9-ը այսօր մեր հաղթանակի տոնը, թաղվար միշտ խաղաղ լինի մեր հայրենի տունը։ Մայիսի եկած ծաղիկներով, հաղթանակի մեծ բեկրանքով, աշխարհն է այսօր տոնում մեծ ժպիտով ու ելքերով։ Ես ծաղիկներ կբերեմ, զինվորների կնվիրեմ, որ աշխարհում մեջ լինի խաղաղություն ու բայ։ Իմ Հայաստան, շնորհավոր տոն, թայզինը, թող հաղթական դրոշի տակ, մեր ապագան լինի լուսավոր։ Փառք զինվորին, որ պահում են մեր սահմանը, թող միշտ հնչի հաղթանակի ու խնդության մեր զանգը։ Ես վերցրել եմ գույները բոլոր ու նկարել եմ մի աշխարհ նոր, այնտեղ չկա սուրուրացը, կասեն ժպիտներ ու բարություն։ Զինվորը գնաց փոխիկ, Հայաստանակի, Հայաստանակի, մեր բանակի, համատեսակություններ, ես զինվորական, և ուսից ձեզ ուզա, այն են իսկական, համատեսակություններ, ես զինվորական, Ինչպես հայտնի է մեր ժողովրդին, 30 տարուց ավել Տիգրան Արձաքանցյան հիմնադրամը բոլոր վետերաններին շնորհավորել ենք, այցելել ենք, այսօր վերջի պապիկն է մնացել վետերան, Մեխակ պապիկը Սարուխան գյուղում, մեծ ցանկությամբ ու մեծ հաճույքով ես եւ Տիգրան Արձաքանցյանը այցելել ենք, շնորհավորել ենք, ես ցանկանում եմ ի սրտե եկող տարի էլ այցելենք Սարուխան, հանդիպենք Մեխակ պապիկին, ոգևորվենք, քանի որ դուք տեսնում եք ինքը 105 տարեկան է, այն տեսակ է խոսում, որ հիմիկվա երիտասարդը չի կարողանա անցած գնացած ճանապարհը այդ տեսակ թվերով, տարիներով ներկայացնել։ Ցանկանում ենք երկրում չլինի պատերազմ, թող մեր պատերազմի վետերանները ապրեն առողջ, երջանիկ, մեր սերունդը ունենա խաղաղ մանկություն, երջանիկ կյանք, թող մեր Մեխակ պապիկը առողջ լինի, մենք էլ այցելենք, կանք շնորհավորենք վետերանին։ Այցելությունը եզրափակվեց Մեխակ Ավետիսյանի տանը։ Ծավալվեց ջերմ ու անկեղծ զրույց։ Վետերանը կիսվեց պատերազմի տարիների իր հիշողություններով, մեծ ցավով հիշելով մարտի դաշտում ընկած մարտական ընկերներին։ Նրա խոսքերը եւս մեկ անգամ ամրապնդեցին խաղաղության արժեքն ու այն բարձր գինը, որով այն ձեռք է բերվել։ Փառք իմ հերոս ժողովրդին, փառք հայրենական պատերազմում զոհված մեր հերոսներին, փառք հաղթանակը տոնած հայրենիք վերադարձած մարդկանց, որոնք արարեցին, շենացրին հայրենիքը, իրենց գյուղը, բայց հիմա նրանք չկան։ Կորչի պատերազմը, թող խաղաղություն լինի, թող խաղաղ լինի իմ հայրենիքը, իմ Սարուխանը, իմ Գեղարքունիքը։ Վարսիկ ջան, քեզ էլ քո որդու հետ ցանկանում եմ աշխարհի բարիքը։ Ապրես։ Ամեն ինչ արել ես, ամբողջ ավազանի վետերանների համար, քեզ առողջություն եմ ցանկանում, քաջություն, ապրես, լավ մարդ ես, քո Տիգրանին էլ քաջարողություն իր զավակներով։
Եվ ինչպես ամեն տարի, այս տարի եւս Տիկին Վարսենիկը դատարկաձեռն չէր եկել։ Հավատարիմ մնալով ավանդույթին, նա վետերանին հանձնեց նվերներ որպես երախտագիտության եւ հոգատարության խորհրդանիշ։ Կտրվեց հոբելյանական տորթը, հնչեցին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր։ Տիկին Վարսենիկը նշեց, որ բարեգործությունը միայն նյութական աջակցություն չէ, այն նաեւ հիշողության պահպանում է, սերնդեսերունդ փոխանցվող երախտագիտություն եւ մարդկային արժեքների ամրապնդում։ Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն վետերանների համար, այլև երիտասարդ սերնդի դաստիարակության, ձևավորելով հարգանք անցյալի, պատմության եւ մարդու նկատմամբ։ Այսօրը եւս մեկ անգամ հիշեցրեց խաղաղությունը բարձր արժեք է, իսկ անցյալի հերոսների հանդեպ հարգանքը մեր հասարակության կարևորագույն պարտականություններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի հերոսների սխրանքը շարունակում է ապրել նրանց շնորհիվ, ովքեր այսօր էլ պահպանում են հարգանքի ավանդույթը, իդեմս Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի։ Տիկին Վարսենիկը հրաժեշտ տվեց Մեխակ Ավետիսյանին մյուս տարի եւս մայիսի 9-ին նրան այցելելու եւ շնորհավորելու ցանկությամբ։